Մեր երկրում շատ են արժեք տալիս ցանկացած բանին, ինչը ստեղծված է հայի կողմից, կամ գոնե ինչ-որ կապ ունի հայի հետ։ Ում էլ հարցնես, անպայման մի քանի օրինակ կբերի, ինչի ստեղծման հետ կապ ունեցել հայ մարդը։ Իսկ եթե կոնկրետ ոլորտներից հարցնենք, դե էլի ոնց որ պարզ է. նկարչություն, երաժշտություն, կինո, իսկ խաղեր։ Ինչքան են մեր երկրում խաղերը որպես արվեստ նույնիսկ չեն էլ մտածում ընդունել, մնացած աշխարհում արդեն մեծ մասամբ խաղերը մասսայական են ու լուրջ ոլորտ։ Մինչդեռ Հայաստան խաղերը հենց մասսայական զբաղմունք չեն դառել։ Բայց նես չի Հայաստան ոչ մեկ խաղեր չի խաղում։ 8 բիտ ժամանակաշրջանի Nintendo-ից սկսած, որը մեզ Ռուսաստանից բերվող կոպիաների, դենձիների շնորհիվ է հայտնի, վերջացած հիմիկվա PlayStation-ներով ու gaming կոմպերով։ Բայց դա չի փոխում այն, որ Հայաստան խաղերին լուրջ չեն վերաբերվում։ Չէ դե, իհարկե նորմալ իմացողներ ու խաղացողներ էլ կան, բայց կան արդյոք խաղեր ստեղծողներ։ Չէ դե խաղ ստեղծող մարդիկ կան, փաստացի ցանկացած թումո գնացած երեխեն արդեն խաղ ստեղծած կա։ Հետներ մոբայլ խանութներում էլ կգտնեք հայկական խաղեր, բայց դրանք ամբողջովին կազուալ ու հիմնականում բառային խաղեր են։ Իսկ այդ խաղերի լսարանի տեսակը արդեն օձիվներից հասկացվում է։ Լավ բա, ուրեմն հայերը ոչ մի լուրջ փորձեր չեն արել խաղերի ոլորտում։ Արել են։ Ու այս վիդեոների շարքում ես ձեզ ցույց կտամ եւ կպատմեմ այդպիսի հայկական խաղերի մասին։ Խնդրում եմ հաշվի առնել, որ ես հայկական եմ համարում այն խաղը, որը ստեղծվել է հենց հայաստանցի հայերի կողմից։ Չնայած որ ես նույնիսկ չկարողացա գտնել ու երբեք չեմ հանդիպել խաղ սփյուռքահայի կողմից։ Դե սկսենք առաջին հայկական խաղից։ 1984 թվականին Խորհրդային Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայում աշխատում էր Ալեքսեյ Պաժիտնովը, ով այդ ժամանակ աշխատում էր խոսքը տեքստ վերածելու համակարգի եւ առաջին արհեստական բանականությունների վրա։ Հա, այդքան 1984 թվականին ԽՍՀՄ։ Сколько тракторов на строительстве? Отвечай. Եվ բացի նրա գլխավոր գործից, նա սիրում էր խաղեր, համակարգչային խաղեր, բայց քանի որ Խորհրդային Ռուսաստանը փակ երկիր էր, համակարգիչները դեռ այդքան տարածված չէին, եւ այն ժամանակ ահավոր դժվար էր գտնել խաղեր։ Դրա համար նա սիրում էր ծրագրավորել իր սեփական խաղերը, աշխատանքի տեղը, ազատ ժամանակ։ Մի քանի փորձնական խաղից հետո նա հիշում է իր մանկության սիրած գլուխկոտրուկներից մեկը՝ Պենտամինոն, եւ որոշում դրանից խաղ սարքել, հիմք վերցնելով այնտեղի պատկերները։ Մի ամիս աշխատելուց հետո նա ստեղծում է Տետրիսը։ Ես ես հիմա կրճատ Տետրիսի պատմությունը պատմեցի, շատ կրճատ, ու դուք բարձ հարց կտաք, բայց քանի մեջից հայկականը ո՞րն էր։ Դե այն, որ այդ նույն ակադեմիայում աշխատում էր Արմեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության 4-րդ, ներկայումս նախկին նախագահը։ Նրա հիմնական աշխատանքը ֆաքսի համար ռեալ ժամանակում նամակը մի լեզվից մյուս լեզու թարգմանելու ծրագրի ստեղծումն էր, բայց ինքն էր ազատ ժամանակ որպես հոբի խաղեր սարքում։ Չնայած նա իր ասելով դրան այդքան էլ լուրջ չէր վերաբերվում, այլ ուղղակի ուղեղ մարզելու ու ժամանակ անցկացնելու ձև։ Նա Ալեքսեյ Պաժիտնովի հետ մի քիչ համագործակցում էր խաղեր սարքելու մեջ, եւ իր ֆաքսի ծրագրի անգլերեն բառանի բազայի հիման վրա ստեղծում է խաղի պրոտոտիպ, որտեղ ի տարբերություն Տետրիսի ընկնում են ոչ թե ուղղակի կուբիկներ, այլ տառերով կուբիկներ, ու դրանք շարելով պիտի բառեր ստանալ։ Այդ խաղը երևի տենց էր կփոշոտվեր իր համակարգչի վրա, եթե ոչ Տետրիսի հայտնիությունը ամբողջ աշխարհով։ Ինչը դրդեց Արմեն Սարգսյանին 1987 թվականին գրանցել խաղի վրա հեղինակային իրավունք Ամերիկայում եւ ցույց տալ խաղի պրոտոտիպը Spectrum Holobyte հրատարակչին, որն էլ հենց այդ ժամանակ հրատարակել էր Տետրիսը։ Այդ ժամանակ Արմեն Սարգսյանը արդեն սովորում էր Քեմբրիջում, ու իր կրթաթոշակին նա գնեց IBM PC XT համակարգիչը, որը իր խոսքերով առաջին անհատական համակարգիչն էր ամբողջ Հայաստանում։ Իրականում մի քիչ կասկածելի պնդում է։ Նա 1990 թվականին արդեն անկախ Հայաստանում Ռուսաստանից Երևան կանչեց իր գործընկերներ Սերգեյ Ուտկինին եւ Վլաչեսլավ Ցոին, որպեսզի նրանք շարունակեն եւ վերջնական տեսք տան խաղին։ Խաղը բավարար է Spectrum Holobyte-ին։ Արմեն Սարգսյանը եւ իր թիմը առաջարկում են խաղի համար ինքնուրույն վերնագիր, բայց Spectrum Holobyte-ի քոփիրայթերները որոշեցին, որ խաղը ավելի հաջողություն կունենա, եթե իրեն դիրքորոշի որպես Տետրիսի շարունակություն, եւ իհարկե եթե մեջ լինեն սովետական սիմվոլիկաներ։ Սերգեյն ու Վլաչեսլավը տեղափոխվեցին Երևանի իմ տուն, որտեղ մենք ատելագործում էինք խաղն իմ համակարգչի վրա։ Մենք այն դարձրինք երկլեզու եւ անգամ երաժշտություն ավելացրինք։ Վերջնական աշխատանքն իսկապես արվեստի գործ էր։ Մենք այն կոչեցինք Lavengro, հունարենից բառերի վարպետ, սակայն ամերիկացիները այլ գաղափար ունեին։ Խաղը դուրս եկավ 1991 թվականին եւ անվանվեց Vortris։
դառնելով առաջին համակարգչային խաղը Հայաստանից։ Ես ընդդիմացա, բայց ոչինչ չկարողացա փոխել։ Խաղը, որը 3 խորհրդային գիտնականներս մշակել ենք ինքներս մեզ զվարճացնելու համար, հանձնվեց տեսախաղեր մշակող 500 հոգանոց խմբին, վերանայելու եւ վերամշակելու համար։ Այն, ինչ նրանք ստեղծեցին շուկա դուրս բերելուց առաջ, նույնքան հիանալի չէր, որքան այն, ինչ մենք ենք ստեղծել, սակայն բողոքել չենք կարող։ Խաղի հաջողությունից հետո 1992 թվականին այն պորտ արեցին Game Boy-ի եւ SNES-ի վրա, որոնց ստեղծման մասնակցում էին հենց Nintendo-ի աշխատակիցները։ Իսկ Macintosh-ի վերսիան ստեղծելուն Արմեն Սարգսյանին խրախուսեց անձամբ Steve Jobs-ը։ Նա ուզում էր, որ խաղը ներառվի Apple-ի համակարգիչների կրթական ծրագրերում։ Եթե ես ողջ լինեի, ապա իմ կողմից արտադրված բոլոր սարքերում տեղադրված կլիներ այս խաղը։ Soundtrack-ը գրեց Ed Bogasը, բացի SNES-ի վերսիայից, որի համար երաժշտությունը գրեց Paul Moog-ը, որի երաժշտությունը դուք այսքան ժամանակ լսում եք ֆոնին։ Բացի երաժշտությունից, SNES-ի վերսիան հետաքրքիր է նրանով, որ մենակ այստեղ է թեման ընտրված եղել սովետական կրկես, նույնիսկ 16 բիթանոց Յուրի Նիկուլինկա։ Հենց խաղը իրականում շատ լավ է սարքած, բայց դա պորտ անողների, թե հենց Արմեն Սարգսյանի շնորհիվ է, դժվար է ասել։ Ընկնում են տառեր ու դու պիտի կազմես բառեր, ձախից աջ կամ վերևից ներքև, կամ բոնուսներ ու մի քանի level, ամեն մեկը իր soundtrack-ով։ Բայց դե խաղի վերսիան է միջնում ստացել են 60 բալ 100-ից, տարբեր պարբերականներից։ Իսկ խաղի հայտնիությունը նույնիսկ ծիծաղելու կլինի համեմատել Tetris-ի հետ։ Բայց Vortrix-ը իր մասշտաբներում ձեռք է բերել ճանաչում եւ իր ֆանատների բազան, ու նույնիսկ Tetris Gold սբորնիկում է ներառվել։ Արդեն 30 տարի անց Արմեն Սարգսյանը դեռ չի կորցրել հետաքրքրությունը խաղերի հանդեպ եւ միջմա էլ պահում են Nintendo-ի կողմից նրան տրված Game Boy-ը եւ խաղերը, նորմալ վիճակում իրենց տուփերով։ Նույնիսկ Game Boy Vortrix-ի բետա վերսիան։ Կստացի ես էլ ունեմ Vortrix-ի Game Boy-ի cartridge։ Հե։ Ափսոս դեռ հենց Game Boy չունեմ։ Իսկ 2023-ին էլ Արմեն Սարգսյանը ասում էր, որ հետ է վերադարձել խաղի իրավունքները իրեն, խաղը շարունակելու մտածմունքով։ Չնայած որ մինչև հիմա էլ ոչ մի remake դուրս չի եկել, եւ տենց բանի անոնս էլ չկա։ Այսքան տարի անց ոգեորիչ է տեսնել, որ մեր գործընկեր Tetris-ի ստեղծող Պաժիտնովը Հոլիվուդից ստանում է այն արժանի ճանաչումը, որը նրան հրաժարվեց տալ խորհրդային պետությունը։ Ցավոք սրտի առաջին հայկական խաղը դարձավ միակ հայկական խաղը, որը կարողացավ հաջողություն ունենալ ու ձեռք բերել լսարան ամբողջ աշխարհով։ Սրանից հետո էլ ոչ մի խաղ ստեղծված հայ կողմից նույնիսկ մոտիկ չի հասել այս մակարդակի։ Դրա համար կարանք համարենք, որ հայկական game dev-ը ծնվեց ու կիսամեռ եղավ նույն պահին։ Դե մեզ հայկական խաղերի մասին իմ շարքի առաջին վիդեոն էր։ News 2-ը լինելու են Երևան Drive-ի եւ մեր բակի խաղի մասին։ Հա, մեր բակի խաղի։ Այստեղ ես պիտի ձեզնից օգնություն խնդրեմ։ Եթե դուք ունեք կամ ուղակի գիտեք ցանկացած տեղեկություն այս խաղերի մասին, կապի դուրս եկեք։ Կամ բողքի Telegram-յան չաթում կամ էլ անձամբ ինձ։ Բոլոր հողումները կգտնեք նկարագրությունում։ Կամ էլ ուղակի կոմենտ գրեք։ Եթե Երևան Drive-ի հետ դեռ գրեթե ամեն ինչ պարզ է, բայց մեր բակի խաղը, մենք կարողացել ենք սկրինշոթներ ու ոչ տեղեկություն գտնել խաղի վրով, բայց հենց խաղը դեռ չէ։ Հղումները շատ քիչ են, իսկ որը կա, էլ չի աշխատում։ Դաժե վեբ արխիվով փնտրտուքները էլ օգուտ չեն տվել։ Եթե ունեք ցանկացած ինֆո, գրեք։ Ու հա, մեկ էլ, այս նույն թեմայով Ռուբեն Եսյանն էլ վիդեո ունի, 1 րոպեանոց։ Ու այնտեղ սենց ասեմ, մենակ Արմեն Սարգսյանի անունն է ճիշտ։ Մնացածը սխալ ինֆո է։ Հասկանում եմ, որ վիդեոն հին է, բայց այն ժամանակ էլ կային որոշ մատերիալներ այս թեմայով, ու ես դաժե գիտեմ, որտեղից է ինքը վերցրել տեղեկությունը։ Ուզուց սխալ է հասկացել կամ սխալ է ներկայացրել, չգիտեմ, բայց այս վիդեոն կարաք հանգիստ տշեք հեռու։ Հաջողություն։